աղբյուրները պահանջել էին նաև Արշակ Խաչատրյանին կարգավորույց անել, հիմնավորելով, որ Արշակի մասնակցությամբ հրապարակված կադրերը անընդունելի են եւ նա պետք է կարգալույծ արվի։ Արշակ Սրբազանի հեռացումը պահանջող հոգևորականներն էին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տեր Խաժակ arczepiskopos Պարսլամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն arczepiskopos Ադամյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, Տեր Հայկազուն arczepiskopos Նաջարյանը, որը վերջին 12 տարիներին եղել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժանկոչյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայրաթորի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Տեսուչ եպիսկոպոս Բաբայանը։ Նամակում մասնավորապես նշվում էր, որ Արշակ Սրբազանը կբնակվի Մայրաթորից դուրս Կաթողիկոսի կողմից նախատեսված վայրում։ Նոյեմբերի 25-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների ու թեմակալ առաջնորդների ժողով, որից հետո որևէ հայտարարություն չհրապարակվեց։ Փոխարենը այսօր նոր հայտարարություն է տարածվել, որտեղ դիմում են հանրությանը մաքրելու եկեղեցին Կտրիչ Ներսիսյանից եւ Արշակ Խաչատրյանից հանձնախմբին է տրամադրվել քննչական կոմիտեի համապատասխան բաժնի հիշյալ տեսանյութերի փորձագիտական քննության իրականացնելու եւ դրանց իսկությունը պարզելու համար քննչական կոմիտեի կողմից հանձնախմբին տրամադրած նյութերը հաստատել են տեսանյութի իսկությունը հանձնախումբը նույն օրը դիմել է կաթողիկոսին վերջինս սակայն ոչինչ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացրած փորձաքննության արդյունքները արքը կոչումն է անվնաս պահել հայ եկեղեցու հեղինակությունը վարկաբեկումից նրա ամբողջությունը տրոհումից եւ թույլ չտալ դարերով սրբագործված եկեղեցական կարգի որևէ արճակատում ու աղավաղում բացառելով պատեհապաշտ ու կամայական գործելավոճը մեր եկեղեցու կյանքից ներս հայտարարության տակ ստորագրել են Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանը, Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Առաքել arczepiskopos Քարամյանը, Սիոն arczepiskopos Ադամյանը, Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժանկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը եւ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն անդրադառնալով այս հայտարարությանը նշել է, ինչպես ավելի վաղ ասում է, եկեղեցին ներսից ինքնամաքրման գործընթաց է սկսել։ Այս 10 եպիսկոպոսները սեփական հեղինակությամբ ստանձնում են հայ եկեղեցին նրա նվիրապետությունն ու արժանապատվությունը փրկելու գործը։ Սա